Երևանի քաղաքապետանն առաջնահերթ է համարում հանրային տրանսպորտի շարունակական զարգացումը, ուստի ձեռք են բերվելու 18 մետրանոց 249 ավտոբուսներ, ինչպես նաև 45 նոր տրոլեյբուսներ, որոնք կմատակարարվեն 2026-ի առաջին կիսամյակում։ Այս կերպ տրոլեյբուսների հին շարժակազմն ամբողջությամբ գծերից դուրս կբերվի։ Շարժակազմերը եւ ավելանում են, այսինքն գիծելը ավելանում եւ այդ բոլոր հին տրոլեյբուսները դուրս են գալիս կազմից։ Երևանի քաղաքապետանը տրանսպորտից զատ սուբսիդավորում է նաև մետրոպոլիտենի ծրագրերը։ Դա Ավինյանի խոսքով նախկինում տեղական իշխանության կողմից երբեք չի սուբսիդավորվել։ Կանգառներում նոր կահավորումներ են արվել, որոշներում տեղադրվել են տրանսպորտի ժամանման րոպեներն արձանագրող էլեկտրոնային էկրաններ։ Նաև ավտոբուսների գծերի քանակն է ավելացվել։ Եվ շարունակելու ենք դա անել, որովհետև առաջին հերթին հետիոտնին առաջնահերթություն տալ եւ երկրորդ հերթին հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը այլընտրանք չունի։ Իսկ ինչ անել խցանումների խնդրի ուղղությամբ։ Մենք պետք է դիտարկենք մարդատար ավտոմեքենաների որոշակի սահմանափակումներ։ 26-ին դա նախատեսվում է։ 2026-ին դեռևս այս ավտոբուսները Երևանում չեն լինելու։ Ես դրա համար եմ ասում զուգահեռ պետք է իրականացվեն, այսինքն հենց ամբողջական մենք շարժակազմերը ունեցանք հանրային տրանսպորտի բարեփոխման տրամաբանությամբ, մենք պետք է դիտարկենք որոշակի սահմանափակումներ մարդատար ավտոմեքենաների։ Քաղաքապետը հավելում է միջինում մի մարդատարից 1 կամ 2 մարդ է օգտվում, մեկ ավտոբուսից մինչև 120 մարդ։ Խցանումներն ավելանում են տարեց տարի, քանի որ տարեկան մայրաքաղաքում ավելանում է 10-ից 15 հազար նոր ավտոմեքենա, չհաշված մարզերից ելում ու տանող մեքենաները։ Ինչ ուզում ես արհեստական բանականություն դիր, ինչ ուզում ես դիր, բոլոր խաչմերուկներում չես կարող կառավարել խցանումները, եթե դու չունենաս որոշակի սահմանափակում քանակի հետ կապված։ Աչափնյակի մետրոյի կայարանի նախագիծն անցել է բոլոր փորձաքննությունները։ Տիգրան Ավինյանի խոսքով այդ նախագծի հիմքով 2026-ին պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում, որով էլ իրականացվելու է նախագծի ֆիդիկ կառավարման մոդել, ներգրավվելու են ինժեներական տեսահսկող։ Ավելի լավ է մենք մի փոքր ավել ժամանակ ծախսենք այս նախագծային փուլերի վրա, գրագետ տեղհսկողություն ունենալու վրա, որպեսզի հետագայում արդեն շինարարության ընթացքում կարողանանք կառավարումը ամբողջապես որակային տեսանկյունից եւ ժամանակային տեսանկյունից պահել վերահսկողության տակ։ Ամենամեծ ձեռքբերումների թվում թվային ոլորտն իր ուրույն տեղն ունի, համոզված է քաղաքապետը։ GIS քարտեզներն օգտագործում են տարբեր ոլորտներում։ Հիմա օրինակ մենք ունենք մի համակարգ, որը որ մեր ավտոբուսների տեսախցիկներին է միացված եւ արհեստական բանականությամբ այն փողոցներով, որով որ այդ ավտոբուսը անցնում է, արձանագրում է փոսերի քանակը եւ չափը կոնկրետ կետային եւ արտացոլում է քարտեզի վրա։ Այսինքն ուզում եմ ասել թվայնացման ոլորտում մենք շատ մեծ առաջընթաց ունենք։ Տիգրան Ավինյանը վստահեցնում է 130 բակերում կատարել են տարատեսակ աշխատանքներ, բարձրացրել են խաղահրապարակների ու խաղասարքերի որակը, կառուցել են տասնյակ ֆուտբոլի դաշտեր, կատարվել է մեծ ծավալով միջին նորոգման աշխատանք, քայլեր են ձեռնարկում կանաչ տարածքներն ավելացնելու, մայրաքաղաքը հետիոտնի համար առավել հարմար ու հասանելի դարձնելու ուղղությամբ։ Այս տարի տեղադրվել է 500 թեքահարտակ, փոխարինվել է 500-ից ավելի վերելակ եւ 3 տարի նույն տեպը պահելով ամբողջությամբ կավարտեն մայրաքաղաքի վերելակների ծրագիրը։ Իրականացրել ենք մանկապարտեզների հիմնանորոգումներ, իրականացրել ենք 15 բակի մանկապարտեզների բակի հիմնանորոգման աշխատանքներ, այսինքն այն մանկապարտեզներում, որոնք որ հիմնանորոգվել են, եւ մեծամասամբ արդեն բակերն ենք հիմնանորոգել եւ այդպես շարունակ։ Ընդհանուր առմամբ այս տարվա ձեռքբերումները աշխատանքի տեսանկյունից շատ մեծ են, տոմսային համակարգն ենք ներդրել։ Մայրաքաղաքում օդի որակը քաղաքապետը չի պայմանավորում միայն շինարարական փոշու առկայությամբ։ Հիմնական խնդիրը պայմանավորում է մեր բնակլիմայական պայմաններով, նշում, որ օրինակ հիմա օդի որակը շատ լավ մակարդակում է։ Այդուհանդերձ քաղաքապետանն ունի օդի որակի բարելավման քառամյա ծրագիր Նուբարաշենի աղբավայրի մասին։ Կանոնակարգվել են բոլոր ավտոմեքենաների մուտքերը, որոնք որ ժամանակին, այսպես ասած, ինչ որ անկանոն ձևով տարբեր ընկերություններ, տարբեր բեռնատարներ էին մտցնում Նուբարաշենի աղբավայր եւ այնտեղ աղբ թափում։ Այդ ամեն ինչը կանոնակարգված է, բոլոր գումարները ուղղվում են նոր աղբավայր ՓԲ, այսինքն մուտքի համար հստակ գին է սահմանված, կահավորված է ամբողջ աղբավայրը, տեսախցիկներ են դրված, լուսավորված է։ Երևանի քաղաքապետանն այսօր հայտարարել է Նուբարաշենի հարակից տարածքում կենցաղային թափոնների կառավարման նոր գործարանի կառուցման երկփուլ մրցույթ։
Երկփուլ մրցույթի ժամկետն է մինչև մարտի 27, հետևաբար մեր բոլոր գործընկերներին, միջազգային գործընկերներին, ովքեր որ ունեն այս ոլորտում փորձ, աղբի վերամշակման, աղբի կառավարման ոլորտում փորձ, մենք խնդրում խրախուսում ենք, որպեսզի մասնակցեն այս մրցույթին։ Ի պատասխան հնչեցված հարցի Տիգրան Ավինյանը տեղեկացրեց նաև, որ ընդգրկվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։